Մայրը Լիդա Արուշանյանը, Տիկին Արուշանյան ձեր ասելիքը։ Ուղիղ 5 տարի ասում եմ նորից կրկնեմ։ Հայ ժողովուրդ ոտքի կանգնեք։ Արցախահայություն ոտքի կանգնեք, մինչև դուրս չգաք հրապարակ, ձեր հարցերը չեն լուծվելու։ Ձեզ 9 ամիսով ամահեն արել Արցախում։ Կոտորելով բերել հասցրել են Հայաստան։ Հայաստանում տեր չեն կանգնում։ Մարդիկ մի կտոր հացի կարոտ են մնացել։ Իրենք այն ժողովուրդը չեն, որ այս թշվառության մեջ ապրեն։ Եթե չեք կարողանում ղեկավարեք, դուրս եկեք, ռադներդ քաշեք, թողեք այս մարդիկ ապրեն։ Ուրեմն ժողովրդին ապահովում եք նպաստով ու թոշակով ստոր արարածներ, հերիքալ լափեք։ Ժողովուրդ մեզ ղեկավարում են 3 թուրքեր, մենք ղեկավար չունենք, մեր ղեկավարը թուրք է, վաղը չեմիս օրը գնալու է մնացածն է ձեզ ծախի գնա, դրված է հայ լինելու չլինելու հարցը, վաղը մյուս օրը ես ինչ ասել եմ կատարվել է, ես բառերից տերն եմ, խոսքից տերն եմ, միջև հիմա ինչ ասել եմ կատարվել է, ես էլ է կատարվելու, վաղը չեմիս օրը թուրքերը լցվելու են Հայաստան, են բնակարանները, որ սարքել է, ու դուք ոչ մի բան էլ չեք կարողանալու անել, քանի ուշ չի, բոլորը դուրս եկեք, սա շատ քիչ է, ու ուզում եմ կոչս ուղղել նաև այն մարդկանց, ովքեր օգտվել են Սամվել Կարապետյանի ունեցվածքից, բարերարաբարից բուն իմաստով, Ռուբեն Վարդանյանի մոռացակ Բաքվի բանդում, Սամվել Կարապետյանի մոռանում եք, են տաշիր պիցաները լրի փակում այս ստոր արարած ենքան ստորա, մարդու են ամենաբանդ խոցելի տեղին ախպում, որ մարդիկ թողեն գնան, կոչ եմ անում, չթողեն գնակ Արցախահայություն, դրսում էլ չի լավ։ Այլ կասեն տաշիր պիցաների համար են պայքարում։ Ամեն ինչի համար էլ պայքարում եմ ես։ Ազատություն Սամվել Կարապետյանին, այս տորը ենքան սրպապիղծ է, ձերքը դնում է արդեն բեհապարի վրա, ստոր դու ով ես, 1000 տարի մենք պետականություն չենք ունեցել, այս եկեղեցին ամբես պահել, եկեղեցին ամես հայ պահել, ով ես դու այս ստոր, մի 2 հոգի, մենք 2 հոգի ունենք, մնացածը ճանճերի պես թռնելու են, ինքը և իրա ոչ կինը, չգիտեմ ընկերուհի ակինա և այլը, դրանք են ղեկավարում երկիրը, ժողովուրդ մի վախեցեք, այս ստորը դրսով եկել այս ոչ լոտ խապեպան, դրսով եկել է, դրսով էլ գնալու է, ուղղակի հավաքվել է պետք, մի մոռացեք ձեզ ինչեր են արել ժողովուրդը, Սամվելը, Մայր եկեղեցին, թաքուն գաղտնի ճանապարհներով ձեզ ապահովել են, ուզում եմ, որ բոլորը գնան, անձամբ ես բոլորը գիտեմ, թե ինչեր արել, սկսել է պատերազմը իր նախաձեռնությամբ, որ ազգի սերուցքը տարել է, եռաբլուրում թաղել է, մնացածին էլ հիմա էլ գլուխներն Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, սկսած Լևոն Հայրապետյանից, այն ժամանակվանից Լևոն Հայրապետյանից սկսած մեր վարերարներին բոլորին գլխատում է, որ ազգը մոլորվի չկարողանա ոչ մի բան էլ չանի։ Դուք ուժեղ եք, մենք ուժեղ ենք, մի հատվեք, աշխատեք այս ստորին, այս թուրքին, երկիրը քանդել է, ոչ մի բան չի սարքել, թուրքը մի քանի տարում 3 այրոպորտ է սարքել Արցախի տարածքում, թող ցույց տա ինչ է արել, ոչ մի բան չի արել, քանդում է Հայաստանը, գյուղատնտեսությունը քանդել է, կրթությունը քանդել է, մշակույթը քանդել է, ուր է ինտելիգենցիան, որ դուրս չի գալիս, որ օգտվում են Սամվելի բարը
բարեգործությունից ոչ մեկը չկա, վախենում են ժողովուրդը, որովհետև տարելա կողել բանտերը, մարդիկ վախենում են, բայց կգա մի ժամանակ, որ կազատվեն այս ստորից, այս Թուրքից, իմացեք գնում ա, որ Թուրքիայում ստորագրի հողերը հանձնի գա, լավ բան չսպասեք այս խաբեփայից,